Այն ինչ որ ասում է այս մարդը, ամեն ինչը սուտ է, ամեն ինչը իր համար ու իր ոհմակի համար է, այնպես որ ժողովուրդը զզվել է, ոտքի է կանգնել եւ կարծում եմ դեռևս էլի կկանգնեն եւ ամեն ինչ կդնենք իր տեղը։ Ավազակներին կնստացնենք բանդ, իր ժողովուրդը կկառուցի գուցե եւ այո, մեծ ջանքեր են պետք լինելու, որ սրանց ապականացը մաքրենք համակարգային ճշգրիտ ծանր աշխատանքով։ Ես կարծում եմ, որ դա մենք կարող ենք անել։ Տեսնում եք, որ հետևողականորեն հավաքի կազմակերպիչները դիմում են ոստիկանությանը, սակայն ոստիկանությունից որևէ արձագանք չկա, կարելի է ենթադրել, որ եթե գործողություններ կիրառելու լինեն, նաև կկիրառեն։ Արդյոք ձեր կարծիքով կան հիմքեր կամ ներկա ստեղծված մթնոլորտը ֆոնը թույլ է տալիս, որպեսզի ոստիկանությունը գնա հրապարակը մաքրելու։ Ես իհարկե մի անգամ եւս կհամոզվեմ, որ ոստիկանությունը այդ դեպքում կապացուցի, որ ինքը այս իշխանության ճակերտավոր հլու հնազանդ ծառան է, ոչ թե ժողովրդի։ Այնինչ Սահմանադրության մեջ հստակ գրված է ոստիկանությունը կոչված է պահպանելու ժողովրդին ցանկացած ոտնձգությունից։ Եթե նա դա չի հասկանում, կնշանակի դեռևս հասունացած չէ։ Այս պայքարի առանձնահատկությունները որտեղ եք տեսնում, պարոն Ադամյան, ինչ կարևոր առանձնահատկություններ կան, որ նախորդ դեպքերում մենք չենք տեսել։ Ես առաջին անգամ սկսում եմ հավատալ, որ մենք ունենք ուսանողություն, որ երկար տարիներ ասում էի ունենք ուսանողներ, ուսանողություն չունենք։ Այսօր տեսնում եմ, որ ունենք։ Այնուամենայնիվ ծիլերը արդեն կան, ինքը արդեն կայանում է։ Մենք չունենք տարբեր ինստիտուցիոնալ ություններ, այսօր տեսնում եմ, որ ունենում ենք։ Իտե համակարգի նաև, այս միացումները, տարբեր կազմակերպությունների բան, վկայում է, որ արթնանում է այդ պահանջը, որը վաղուց էր, այսպես բողբոջած, բայց գարունը քանի որ չէր բացվում, մարտի 1-ից սկսած։ Հիմա մարդիկ ոնց որ ասում են, հասկացել են, որ եթե իրենք չբացեն, այդ փակ կաղապարը չի էլ բացվելու։ Պարոն Ադամյան, արվեստագետներ կան, որ խաղաղության կոչվել են։ Ես արվեստագետների մասին չեմ ուզում խոսել, որովհետև նրանք ինձ հիասթափեցրել են շատ ուժեղ։ Անհատներ կան, որոնք որ կանգնած են, կեցցեն իրենք, բայց ընդհանուր առմամբ չեմ ուզում խոսել։ Հասկանալի է, շնորհակալություն պարոն Ադամյան։